Եվ այսպես, հեռանկարի եթերում։ Օրերս Բրյուսելում տեղի ունեցել աղանդների ուսումնասիրման եւ հետազոտման եվրոպական ինֆորմացիոն կենտրոնի միջազգային կոնֆերանս, որին հրավիրված է եղել Հայաստանից ազգային հոգեվոր անվտանգություն հասարակական կազմակերպության փոխնախագահ ներողություն Գևորգ Մելիքյանը։ Կոնֆերանսը կրել է վտանգված է արդյոք մարդու իրավունքները աղանդների միջազգայնացումից։ Հեռանկարը հրավիրել է փոխնախագահ Գևորգ Մելիքյանին եւ ազգային հոգեվոր անվտանգության հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Կարապետյանին։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Գևորգ, վտանգված է կոնֆերանսը ինչ պարզեց, վտանգված է արդյոք մարդու իրավունքները աղանդների միջազգայնացումից, մասնավորաբար Հայաստանի աղանդավորների։ Ես մի փոքր նախ ներկայացնեմ, թե ինչին էր նվիրված այդ գիտաժողովը, երկու բառով, այնուհետև մենք անցնենք ընդհանուր նաև Հայաստանի իրավիճակին։ Նախ պետք է ասել, որ այս գիտաժողովը միակն է իր էության մեջ եւ իր տեսակի մեջ, որովհետեւ այն համախմբում է գրեթե 40 կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ, որոնք որ ուսումնասիրում են կրոնական տարբեր տարաբնույթ կազմակերպությունների, շարժումների գործունեությունը եւ նրանց թերևս ունեցած ազդեցությունը հասարակության այս կամ այն շրջանակների վրա։ Դրան մասնակցում են մեծ մասամբ հոգեբաններ, բժիշկներ, այս անգամ իր մասնակցությունը բերեց նաեւ Եվրոպայի խորհուրդը իր ներկայացուցիչների միջոցով, քանի որ այդ կազմակերպությունը, որը ընդունված է կոչել FECRIS, ֆրանսիան հապավում է, դարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մի օղակ կազմակերպություն, ունեցավ այդ կարգավիճակը կրոնական հարցերով, հա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը մասն է կազմում մի այդ ամբողջ գլոբալ այդ շրջանակի, որի մեջ բնականաբար աղանդները կամ կրոնական կազմակերպությունները ունենում են գրեթե միևնույն ազդեցություն, ինչ որ մնացած բոլոր երկրներում։ Մասնակցելով այդ գիտաժողովներին, մենք ուղղակիորեն կարողանում ենք հասկանալ, թե այն աղանդները կամ այն կրոնական կազմակերպությունները, որոնք դեռևս չեն բացահայտել ամբողջովին իրենց իրական, այսպես ասած, Հայաստանում այդպիսիներ շատ են։ Հայաստանում կան այդպիսիներ, այո, որոնց կարելի է բաժանել մի քանի չափանիշների, կան կեղծ քրիստոնեական կրոնական կազմակերպություններ, որոնք վերցնում են քրիստոնեական կամ ուղղափառ կամ կաթոլիկ կամ հիերարխիական եկեղեցու դավանաբանությունը, որոշակիորեն վերափոխում են։ Այդ վերցնելը ինչից է կախված։ Ինչից է կախված։ Ինչ չափանիշով կամ ինչ շահեկանությամբ են առաջնորդվում մարդիկ, եթե ինչ-որ բան ընտրում են։ Գիտեք, դարեր շարունակ եկեղեցու կամ ընդհանրապես ցանկացած մեկ կրոնական ուսմունք ինքը եղել է գայթակղություն այն իմաստով, որ բոլորն էլ փորձել են դրանից կամ հոգևոր շահ ունենալ կամ նյութական։ Ցանկացած գրեթե այսօր բոլոր կազմակերպությունները ունեն որոշակի փիլիսոփայական կամ գաղափարային հենք։ Դրանք վերցնում են դարերով ձևավորված որևէ մեկ ուսմունք, փոխում են, ինչու որպեսզի կարողանան ավելի շատ մարդ ներգրավել եւ ավելի հեշտորեն կարողանալ այդ մարդկանց, եթե կարելի այսպես ասել, այդ մարդկանց վրա ունենալ որոշակի իշխանություն։ Հայաստանում գործող կա այդ կազմակերպությունների հենքը նյութականն է թե հոգևորը։ Խոսքը ձեր ուսումնասիրությունների մասին է կամ եվրոպական արձագանքի, եթե կա այդպիսի վիճակագրություն։ Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ մեծ մասամբ դրանք կրում են ֆինանսական, նյութական, հետապնդում են նյութական նպատակներ, որովհետև ցանկացած մի կազմակերպություն, որը ստեղծվում է այդ հենքի վրա, փիլիսոփայական կամ գաղափարային, բնականաբար ունենում է որոշակի հոսք, մարդկանց հոսք։ Այդ հոսքը արդյունքում բերում է շատ մեծ հեղինակություն։ Այդ հեղինակությունը հետագայում ծառայեցնում է, որպեսզի որոշ կազմակերպություններ դրսից կարողանան լուրջ ներդրումներ կատարեն, նաև խուսափելով որոշակի հարկերից եւ մաքսային վճարներից։ Շնորհակալություն։ Արմեն, ազգային հոգևոր անվտանգություն կազմակերպությունը այսպես է կոչվում։ Իսկապես այդքան վերնագիրը շատ պատասխանատու է։ Իսկապես Հայաստանում հոգին վտանգման շեմին է հայտնվել։ Գիտեք, այնպես իրավիճակ արդեն Հայաստանում ստեղծվել, որ եւ անհատի հոգին ավտանգված եւ զուտ ազգային անվտանգության արդեն խնդիր է այստեղ բարձրանում։ Ով է այդպես որոշում, դուք թե ինչ որ ուրեմն փաստեր գոյություն ունեն բազմաթիվ, որոնք ցույց են տալի, որ աղանդները ոչ միայն իրենց անձնական շահերից ելնելով ուզում են զանգվածները իրենց ենթարկել, այսինքն ուղեղների լվացման միջոցով տիրանալ ամբողջին, այլ նաեւ
դա իր հերթին արդեն անվտանգությանը սպառնում է, որովհետև եթե զանգվածները բավականին մեծ թիվ են կազմում, փոքրիկ Հայաստանի համար կոնկրետ եթե մի քանի տասնյակ հազարի կազմեցին, դա արդեն ինքնին ազգային անվտանգությանը լուրջ կարող է վտանգել, այն առումով, որ օրինակ Գեորգիայի վկաները ղեկավարվում են Բրուքլինից, ամերիկյան իրանց կենտրոնից։ Եթե մի քանի տասնյակ հազար Հայաստանի քաղաքացի չի ենթարկվում Հայաստանին, չի ընդունում սահմանադրությունը, չի ընդունում որևէ օրենք եւ ենթարկվում է դրսից, ես կարծում եմ դա արդեն ինքնին վտանգավոր գործոն է։ Երկրորդ պահը այն է, որ գոյություն ունեն աղաններ, հստակ ապացույցներ կան, որոնք փորձում են թափանցել երկրի անվտանգության օբյեկտները եւ այնտեղից ինֆորմացիա անել։ Խոսքը օրինակ սայենտոլոգիայի աղանդի մասին է, որը տարբեր երկրներում ռազմական եւ ներքին անվտանգության, պետական անվտանգության օրգաններ են փորձում սոսկել եւ ինֆորմացիա դուրս հանել։ Մեր պետությունը դա չի գիտակցում։ Պետությունը եւ օրենսդրությունը կարծեք թե դեմք չի նման աղանդների գոյությանը։ Դրան այդ կազմակերպությունների գոյությանը դեմ են ավելի շատ հասարակական կազմակերպությունները, որոնց աջակցում է նաև առաքելական եկեղեցին։ Պետությունը չի գիտակցում դրա կարևորությունը։ Դուք նկատի ունեք արդյոք պետությունը չի գիտակցում, որ կրոնական կազմակերպությունները կարող են վտանգավոր լինել։ Գիտեք ինչ, նախ եւ առաջ մեր սահմանադրությամբ, որը մենք ընդունեցինք 2005 թվականի նոյեմբերի 27-ին, մենք իրավունք ենք տալիս բոլոր կրոնական կազմակերպություններին գործել ազատորեն։ Եվ ինչ որտեղ դրա մեջ տրամաբանություն կա, որովհետեւ ինչպես օրինակ տարբեր երկրներում կարող է գործել հայ եկեղեցին կամ մեկ այլ մի կրոն, որտեղ որ մարդիկ կարող են դավանել հանգիստ, բնականաբար մենք չենք կարող արգելել օրինակ մարդկանց դավանել այս կամ այն ուսմունքը։ Բայց սա հարց է առաջանում, թե արդյոք պետությունը խորապես գիտակցում է այն կազմակերպությունների այսօր ասում են քայքայիչ կամ վնասակար գործունեությունը, որի հետևանքով կարող են քայքայվել ընտանիքներ, որի հետևանքով մարդիկ կարող են վաճառել բնակարաններ, կարող են ընկնել ուղղակիորեն նարկոտիկի ազդեցության տակ, ինչպես օրինակ Herbalife-ի դեպքում կամ սայենտոլոգների դեպքում, ինչպես որ նշեց Արմենը, կամ մարդիկ կարող են հայտնվել ուղղակի հիվանդանոցներում հոգեկան։ Հիմա ամեն դեպքում պետությունը դեռևս խորապես չի ուսումնասիրել այս խնդիրը։ Մենք հիմա նպատակներից մեկն հենց այդ ինֆորմացիոն բաց լրացնելն է։ Մենք այսօր նպատակ ունենք։ Շատ բարի։ Պետությունը իր շահը ունի, որ չի խառնվում այս գործերին։ Կամ պետությունը իր շահը ունի, որ թույլատրում է հավատի գործերում ազատ լինել։ Գիտեք, այստեղ երևի թե կա եվրոպական ինտեգրման գործընթացի գործոնը։ Դա շատ չի, դա պարտադրանք է։ Բոլոր երկրները գրեթե ունեն միևնույն սահմանադրությունը, որտեղ որ թույլ է տրվում խղճի եւ դավանանքի ազատություն։ Դրա այդ շրջանակներում Հայաստանի Հանրապետություն չի կարող բացառություն կազմել։ Նույն Եվրոպայում կան օրենքներ, որոնք ինքը Եվրոպան արգելում է իր տարածքում դա գործել, բայց Հայաստանում դա թույլատրելի է այդ դեպքում։ Դա ինչպես ասեմ։ Գիտեք, կա մի երկիր, որը ունի այսօր նման օրենսդրության մեջ ունի նման կետ, դա Ֆրանսիան է, որտեղ որ լրջորեն սահմանափակվում են կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոշակի նորմատիվներով կամ ինչ-որ տարբեր օրենքներով փորձում են մի փոքր ավելի հսկողություն սահմանել այդ կազմակերպությունների վրա։ Մնացած բոլոր երկրներում եվրոպական նման սահմանափակումներ դեռևս չկան։ Կա միայն ազատություն, բայց չկա սահմանափակում։ Նույնը նաև Հայաստանում։ Հայաստանը դեռ նոր երկիր է, որպես անկախ պետություն եւ դեռևս կարծում եմ, որ շատ մենք կոնկրետ մեր կազմակերպությունը նաև պիտի ինչ-որ ձևով, ինչպես որ ասեց Արմենը, տեղեկատվությունը ճիշտ անաչառ ձևով մատուցի, որպեսզի պետությունը կարողանա համաձայն դրա օրենքները վերափոխել։ Վերադառնանք զրույցին Գովազդային Կարճատև ընդմիջումից հետո հեռանկարն է եթերում։ Մի քանի րոպեից հետևեք շարունակությամբ։